9 երեխաներից ամենափոքր լինելը։ Ինչ բացասական հետևանքներ ունի երեխայի համար։ Որ ասեմ առանձնահատուկ ուշադրություն ա եղել բոլորովին։ Ես շատ եղել եմ ինքնուրույն երեխա։ Ինչ եք կարծում ձեր դերասանական պոտենցիալը ամբողջությամբ օգտագործվում է այսօր Հայաստանում։ Հիմնականում ինչ որ հումորային կերպարներ են առաջարկում ինձ։ Ամեն մարդ չի, որ կարողանում է այդ դրական մտածելակերպը պահել, բարությունը պահել։ Դուք չեք չարանում, ինչն է ձեզ օգնում չչարանալ։ Բարդ փուլերը, որ մարդու հետ լինում, դա իրենն է, ուրիշինը չի։ Դու չես կարող քո եղած ցավը, քո եղած բարդությունը, քո եղած փորձությունը գցես դիմացինի վրա, ծանրացնես, բերսարկես։ Մի միտք եք ասում, որ բեմում դուք ամենաիսկական կյանքն եք ապրում։ Այդ որ ասում են խաղում են, դա վիրավորական է ինձ համար։ Դերասանը իմ կարծիքով բեմում չպիտի խաղա, պիտի ապրի։ Ոնց եք։ Շատ լավ։ Ինչ մտքով եք սկսել օրը։ Որ չուշանամ հաղորդումից, այդտենց եմ սկսել, ես առավոտները սիրում եմ մի քիչ քնել, որտեղ շատ ուշ եմ քնում։ Առաջ հիմա չգիտեմ անում եք այդպես թե չէ, մուլտֆիլմեր եք շատ սիրում դիտել։ Ես մինչև այսօր եմ սիրում։ Ինչ մուլտֆիլմեր եք դիտում։ Օրինակ այսօր, այսինքն գիշերը նայում էի Մարոս մուլտիկը։ Շատ եմ սիրում մուլտեր, հատկապես սովետական մուլտերը։ Ամենասիրելին որն է։ Հա, ամենասիրելին Մոսկվի ցկտիկը։ Նմանացնում եմ ինձ, էլի։ Տիկին Ջուլիա, դուք եղել եք բազմանդամ ընտանիքի զավակ եւ ամենափոքրն եք եղել։ Ինձ հետաքրքիր է 9 երեխաներից ամենափոքր լինելը։ Ինչ բացասական հետևանքներ ունի երեխայի համար։ Գուցե հիմա ես մեկնաբանեմ այդ բացասական կողմերը, բայց այն ժամանակ ես դա չէի զգում։ Համարում էի, այսպես է ճիշտ։ Չէի համարում, չգիտեմ ինչ էի անում, ապրում էի այնպես ինչպես կա։ Իսկ հիմա որ մտածում եմ, մեկ-մեկ խղճում եմ այդ երեխուն, որովհետև ամենափոքրն էի ուշադրության կենտրոնից դուրս։ Այսինքն թվում է թե ամենափոքրին պետք է ավելի ուշադիր լինես, բայց այնքան շատ էին, որ հնարավոր չէր, հայրս աշխատող մարդ էր, մայրս երեխեքի հետ տանն էր, չնայած որ սկզբից մայրս եղել է ուսուցչուհի, երբ երեխաները փոքր են եղել ու քիչ են եղել, հետո արդեն որ շատացել են երեխեքը, էլ չի աշխատել։ Իսկ հայրս ժամանակին եղել է կոլխոզի նախագահ, նա ավարտել է 3 ինստիտուտ, շատ կիրթ գրագետ հայր եմ ունեցել եւ մայր, բայց քանի որ տղաները հատկապես շատ էին, մայրս չէր հասցնում այդքան ուշադրություն դարձնել, իսկ մեծ քույրս սովորող էր ահավոր, նա ամբողջ օրը իր սենյակում կարդալ գրել, մյուս քույրս աշխատում էր առավոտից մինչև երեկո։ Մի խոսքով ես ինքնուրույն եմ եղել շատ ինքնուրույն եմ եղել, ինձանով ուրախացել են, ինձ խոսացնում էին, ծիծաղում են բան, բայց որ ասեմ առանձնահատուկ ուշադրություն ա եղել բոլորովին։ Ես շատ եղել եմ ինքնուրույն երեխա։ Իսկ հիշում եք ինչ որ դրվագներ, որ դուք եւ ձեր մայրը ինչ որ մի բան էիք միասին անում, կամ դուք եւ ձեր հայրը, կար ինչ որ տենց մի բան։ Այո, հորս հետ չէ, բայց մորս հետ այո, մամաս երբ որ թխված էր թխում, միշտ գնում էի, նստում էի կողքը ու զրուցում էի։ Ու անկախ ինձանից տեսնում էի ինքը ինչ էր անում, չէ, բայց այդ ժամանակ ես չեմ մտածել, որ ուշադիր լինեմ, սովորեմ, այլ անկախ ինձանից բնազդաբար նայում էի ինքը ինչ էր անում, բայց զրուցում էի, ասում էի, մամ, որ մարդիկ չմեռնեն, ինչ կլինի։ Մամաս ասում էր չի լինի, բալես, դու պատկերացրու, որ նստում ես հանկարծ իր այդ ձևով ասեմ, ոնց որ ասել է, ավտոբուսը մարդիկ վերևից հելնում են, ներքևից իջնում են, չէ։ Կամած գնում են առաջ, իջնում են։ Այդպես էլ մարդու կյանքն է։ Մեծանում են, գնում են, հաջորդն է գալիս, այսպես հերթով իրար, այդպես եթե բոլորը մնան, իրար կուտեն։ Ասում էի, բայց մեր ընտանիքից ոչ ոք չի գնա, չէ, տենց, բոլորս կմնանք, չէ։ Դե առայժմ հա, կմնանք։ Ու չէր ուզում ասել, որ կգնան, իրանք էլ կգնան, չէ, մենք էլ կգնանք, հետո դուք կմեծանաք, բան։ Տենց չէր ասում, ասում էր, հա, կմնանք։ Ու տենց հետը զրուցելով կամ վերմակերկարում ես անպայման կողքը նստած էի ելնում բան։
ու հետագայում որ մեծացա, ես զարմանալի ձևով սկսեցի ամեն ինչ պատրաստել այնպես, ինչպես հիշում էի մամաս էր պատրաստում, ու ստացվում էր համարյա նույնը։ Մի բանի մասին եմ ուզում ձեզ հետ խոսել այսօր դրսում ապրելու մասին, հայեր, որոնք ապրում են դրսում, միշտ տպավորությունը, որ դե պատկերացնում ենք, որ Եվրոպայում ապրող հայը ավելի բարեկեցիկ կյանքով է ապրում, ավելի իր հարցերը լուծված են, հա, դա այդպես է։ Շուրջն ավելի գեղեցիկ ճարտարապետական լուծումներ ունի եւ այլն, ու բոլորի մոտ միշտ զարմանք է, հիմնականում որ դու վերադառնում ես Եվրոպայից, ասում ես, չէ, ես գալիս եմ Հայաստանում ապրեմ։ Միշտ զարմանում են, ոնց ես թողնում այդ գեղեցիկ երկիրը, ապահով կյանքը եւ գալիս ես Հայաստան։ Դուք տևական ժամանակ ապրել եք դրսում եւ ապրել եք լավ կյանքով, այսինքն ապահովված եք եղել, ձեր սիրելի աշխատանքով եք զբաղվել, թատրոնում եք աշխատել։ Կուզեմ այս զգացողությունների մասին մի քիչ խոսենք, ոնց է այդ որոշումը լինում, որ հասկանում ես, որ չէ, սա քոնը չի ու չես ուզում ապրել այլևս այստեղ։ Դե գիտեք, եթե ես չաշխատեի այնտեղ թատրոնում, կարողա ոչ մի օր չկարողանայի մնալ։ Ոչ մի օր չէ, ոչ մի ժամանակ չկարողանայի մնալ, որտեղ ինչ որ սկզբնական ժամանակը կարողացել եմ ինչ որ ձևով մնալ, չէ։ Բայց հետո որ ես արդեն մտա թատրոն, այդ թատրոնը ինձ պահեց ու մեխանիկորեն անցնում էր տարիները, այդքան էլ չէի զգում։ Բայց հետո երբ որ ես տեսա հեռուստատեսությամբ հայկական հաղորդում, ես զգացի, որ ես երամիցս դուրս եմ մնացել, երամս թռել է։ Ու այդ կարոտը, այդ երամի կարոտը ինձ տանջեց, չկարողացա։ Ու զգացի, որ սխալ բան եմ անում։ Ես ամուսնուս ստիպել եմ տարել եմ, բայց հետո ես որոշեցի, որ պիտի հետ գամ։ Ասեց, ոնց որոշում ես, ինձ թեքում ես այդպես, ես չեմ ուզեցել կամ դու ինչի բերեցիր ինձ, հիմա այլ ասպես ես գնում եմ, բա որ դու գնում ես, այս աղջիկներս ամուսնացել էին իհարկե հայ տղաների հետ, իսկ այս փուչուրը հələ տաներ, ասես այս փուչուրը հələ սովորում է, ես այդտեղ գործի մեջ խրվել եմ, համ պեմադրություններ անում, համ բիզնեսուներ ինքը, ես էլ անդադ թատրոնում էի բան, բայց ոնց է լինելու, ոնց ես դու իսկանը թողնում գնում, չէ, ես գնում եմ, ինձ կանչում են։ Հա, ինձ մոտ էլ միշտ այնց տպավորությունա, որ դու երբեք չես դառնում իրանցից մեկը։ Չէ, չես դառնա, դու անջուրնի ջուտի պես մնում ես միշտ քո տեղում, եթե դու օտար տեղ ես։ Մի միտք եք ասում, որ բեմում դուք ամենաիսկական կյանքն եք ապրում։ Իհարկե, այդ որ ասում են խաղում են, դա վիրավորական է ինձ համար։ Դերասանը իմ կարծիքով բեմում չպիտի խաղա, պիտի ապրի այնպես ինչ-որ կյանքում։ Հիմա ես որ դուրս եմ գալիս ինչ-որ անում եմ, դա ես մտածված ինչ-որ սենց դիրք չեմ վերցնում ու սկսում եմ փողոցում այս բանը անել այսպես, այս բանը անել այնպես ու ինձ նային։ Այդ բանը կա բնական կյանքում, ուրեմն կա եւ բեմում։ Եթե դու խաղում ես ինչ-որ մեկի կերպարը, նախ ես կերպար խաղալուց անպայման ուսումնասիրում եմ, տվյալ կերպարի բնույթի մարդկանց, բնավորության մարդկանց, բնավորություն անմիջապես չես իմանում, բայց քայլվածքի, խոսելաոճի, ծիծաղելու, ժեստերի, այդ ամեն ինչը ես ուսումնասիրում եմ, գտնում եմ այդ կերպարը, գտնում եմ ու շատ թակուն ուսումնասիրում եմ, դրա համար միշտ իմ երեխեքը, որ դուրս էին գալիս, ես մեկին բռնացնում էի, ուշադիր ուսում էի, մամա հերիքա 4 կողմդ նայես, մամա այդ կնոջ ինչ ես տես նայում, իրանք չէին հասկանում դա։ Ասում եմ, չեմ նայում, ուղղակի ուշադրությունս գրավեց, բայց ես ուսումնասիրում էի եւ դարձնում էի իմը։ Եթե ես իմ մասնիկը չդնեի տվյալ կերպարին, ես չէի զգա, այսինքն խաղայի, բայց ես պետք է իմը դնեմ, որ սարքեմ իմը, ու ես զգամ բեմում այնպես, ինչպես զգում եմ կենցաղում, դրսում եւ այլն։ Ինչ եք կարծում ձեր դերասանական պոտենցիալը ամբողջությամբ օգտագործվում է այսօր Հայաստանում, որովհետև գիտեք, ես հիշում եմ առաջին անգամ ձեզ հեռուստացույցով երբ տեսա, դա այդ հարևանի դերն էր։ Ու կարծես անընդհատ այդ կոմիկական կերպարների այո, այդ հարևանի դերը կարծես ձեզ անընդհատ առաջարկեն ու տպավորությունն է, որ դուք Լեդի Մակբեթ եք խաղացել եւ այդ դերասանուհին ունի դերերի շատ մեծ դիապազոն։ Ու մարդիկ հիմնականում հեռուստատեսությունում են ձեզ տեսնում։ Ու մի տեսակ ափսոսանք կա կարծես, որ այն մյուս կողմերը չի բացվում մարդու։ Կա ինչ-որ մի դեր, որ դուք պատկերացնում եք, որ կարելի էր ինչ-որ մի ֆիլմում, թեկուզ սիթքոմում խաղալ։ Ես օրինակ թատրոնում Սունդուկյանում խաղացել եմ Ռիչարդ երրորդում Մարգարետ Թագուին, որը շատ կարևոր ու շատ խիստ կերպար է։ Հիմա դարձած գժված, որ ամուսնու սպանել է Ռիչարդը, դա շատ հզոր կերպար է եւ տրագեդիա է։ Ես չգիտեմ ինչից ելնելով, երևի այդ հարևաններից վարակվելով, ինձ միշտ բաժին է հասնում, իհարկե մի սերիալում այդպես չէր, նրան հատիկը արդեն լուրջ կերպար էր, բայց
բանը հիմնականում ինչ որ հումորային կերպարներ են առաջարկում ինձ։ Ես չգիտեմ դա ինչից է։ Երևի նրանից է, որ բարձենա։ Իհարկե, ունեք տեղ։ Դա երևի նրանից է, որ ինձ մոտ շատ հեշտ է ստացվում։ Շատ հեշտ է ստացվում ու շատ բնական։ Ինձ ասել են դրա համար եմ ասում, չասեք թե մեծամիտա իր մասից ես տանել չեմ կարողանում, որ ինքս ինձ լավ բան եմ ասում, բայց ասածներն եմ ասում, էլի որ շատ բնական է ստացվում, ոնց որ չխաղաս, այլ դու լինես այդպեսին։ Ու դրանից վարակվելով երևի հենց այդպեսի կերպար լինում ինձ դրանով կանչում են, բայց ես դադարել եմ արդեն այդ ընդունել, չկամ այլևս ես, եթե նկատել եք։ Բայց թատրոններն էլ, որ հրավիրում են, տարբեր թատրոններ, էլի հումորային, Նարեկ Դուրյանի մոտ խաղում եմ երկու կերպար Նարեկի հետ, երկուսն էլ հումորային է։ Հանդարտում խաղում եմ Նռնենին, էլի շատ հումորային է, ու շատ հաճույք են ստանում մարդիկ այդ ներկայացումը նայելուց, Տիգրան Գիլոմյանի մոտ։ Էլի ստացվում է հումորային, լուրջ կերպարներ դա ստացվել է թատրոնում։ Ես խաղում եմ Արծվաբույն, չգիտեմ գիտեք թե չգիտեք, հրաշալի ներկայացում է եւ հրաշալի կերպար է։ Կա ինչ-որ մի կերպար, որ օրինակ ձեր մտքում ունեք, պատկերացնում եք, որ կերպարն է։ Այնքան շատ եմ ասել, որ ես ինձանից համաչում եմ։ Հեռուստատեսության մեջ, ոչ թե թատրոն։ Չէ, հեռուստատեսությամբ չէ։ Հեռուստատեսությամբ ես Մոսկվայում եմ խաղում, ռուսական սերիալ եմ խաղում, Հայաստանում էլ է նկարվել, Մանյունյա ֆիլմը ռուսական, բայց այստեղ էլ առայժմ ճիշտ է, ես ունեմ այդպիսի կերպար ու շատ եմ ասել։ Լյուդմիլա Ռազումովսկայան Պետերբուրգի դրամատուրգ է։ Մենք իրար հետ շատ մոտ ենք, Լեհաստան եկել ինձ մոտ։ Ես խաղացել եմ նրա գործերից Այգի առանց հողի։ Շատ լավ ներկայացում է, ես ու ամուսինս ենք խաղացել ու ինքը եկել էր դեռ երիտասարդ էինք, 35 տարեկան էինք այն ժամանակ։ Եվ հիմա ինքը ինձ ուղարկել է մի գործ արդեն, որ չամաչեմ ասել 10 տարի է։ Այդ գործը ուղարկել է, որ խաղամ Моя сестра и моя пленница։ Այսինքն դա Մարիա Ստյուարտի իր վերսիան է, Ելիզավետ Թագուին։ Այդ Ելիզավետի կերպարը, որը հզոր էլի կերպար է, որը ես 100% համոզված եմ, լավ 99% համոզված եմ, որ դա իմն է, իմ կերպարն է, իմ խաղալու կերպարն է, ու ինքը երազում է, որ դա տեսնի ինձ մոտ, որտեվ ինքը կարդացել է այդ գործը ինձ մոտ, ու ասել է, ինչքան կարդում եմ, ես գիտեմ դու ես։ Այդ կերպարը շատ եմ ուզում խաղալ, բայց չի ստացվում։ Մանյունյայի կերպարը, որ խաղացիք, դուք այդ ֆիլմին շատ գույներ բերեցիք, հա, ձեր կերպարով։ Ինչ տվեց այդ ֆիլմը, այդ կերպարը ձեզ, որպես Ջուլիետտա Ստեփանյան։ Մենք իրար տվեցինք, ինքը չեմ կարող ասել ինքը ինձ ինչ տվեց, որովհետև այդ բնավորության գիծը ես ինքս ունեմ, եթե ծանոթացած ես այդ բայի կերպարը, այդ բնավորության գիծը ես ունեմ, իմ երեխաների հետ եմ այդպիսին։ Ես հենց այդ էի ուզում ասել, որ այդ բանն էլ շատ հեռու չի ձեզնից, այդ խստությունը, հստակությունը։ Դրա համար եմ ասում, ես ինչ խաղում եմ, պետք է իմը դնեմ, իմը լինի։ Եթե իմը չեղավ, դա կխաղամ ես արդեն։ Իսկ ես խաղալ չեմ սիրում։ Ես ապրել եմ սիրում։ Դա իմն է, ոչ թե դա, այլ ինչ որ խաղացել եմ, ես իմն եմ սարքել։ Դուք ճիշտ եք ասում, որ ինչ որ սևեռվել են մի կողմի վրա, որ ես պետք է անպայման հումորային կերպարներ խաղամ։ Եվ ձեր գույները շատ են ու չեն օգտագործվում այդ գույները։ Չէ, ժամանակին շատ է օգտագործվել։ Հիմա որ ուղղակի հեռուստատեսություն կա, ինչ որ սինթկոմներ է, սերիալներ է, աշխատում են այդ հումորային կերպարները, այնքան հումորով դերասաններ կան, որ իսկապես կարող են լիարժեք զբաղվել դրանով, բայց ինձ էլ են այդ կերպարներով կանչում, բայց իմ մոտ շատ ծայրահեղ տարբեր են բնավորության գծերը, ինչպես կյանքում, այնպես էլ կերպարներում, որտեղ ես խաղացել եմ Աշնանարև, ես խաղացել եմ Լեդի Միլֆորդ, Լեդի Մակբեթ, Արծվաբույն, Մարգարետ Թագուի, դրանք շատ տարբեր կանայք են, տարբեր ծայրահեղ բնավորության սուր գծերով կերպարներ են, եւ դրանց կողքին Ես թատրոններում շատ ավելի լուրջ կերպարներ եմ խաղացել, բայց այսպես ստացվեց, որ այդ հարևանները երևի բարակիչ էր, դրանից հետո մտածեցին, որ իսկ կարող եմ այդպիսի կերպարներ խաղալ։ Որտեվ ափսոս, որտեվ մասսայականը հեռուստատեսությունն է, ու մարդիկ կարծես ձեզ ընկալում են այդ կերպարում, ու ափսոս է, որ այն գույները չեն տեսնում։ Ես մենակ դա չեմ։ Իմ մեջ լիքն է դա։ Ես տանել կարող եմ շատ հումորով լինել, երեխեքը բուժկից գնան, ամուսինս ասում հələ մի հատ էլ տենց արա, մի հատ էլ սենց արա, դուր է գալիս իրան, բայց եւ կարող եմ շատ խիստ լինել ու շատ
շատ խիստ, որը կարծես թե heç կապ չուներ ինձ հետ ու հանկարծ տեսնում են այդպես։ Մի մոտ տարբեր է բնավորության գծերս, չգիտեմ։ Տիկին Ջուլիա, դուք շատ բարդ բաներ կյանքում անցնելով, դժվարություններ, ոնց որ բոլոր մարդկանց կյանքում էլ կան ինչ-որ ողբերգություններ, բարդություններ, այո, բայց ամեն մարդ չի, որ կարողանում է այդ դրական մտածելակերպը պահել, բարությունը պահել, դուք չեք չարանում, ի՞նչն է ձեզ օգնում չչարանալ, այդ ամեն ինչը հաշվի առնելով։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, չեմ կարող բացատրել, բարի եմ թե ինչ եմ։ Ես եւ բարի եմ եւ խիստ եմ, չար չեմ։ Չար ոչ մեկը չի կարա ինձ ասի չարա, որտեղ այդ չար բառը ես տանել չեմ կարողանում, ընդհանրապես չտարով ոչ մի բառ չեմ սիրում։ Գիտեք ինչ, որտեղ բարդ փուլերը, որ մարդու հետ լինում, դա իրենն է, ուրիշինը չի։ Դու չես կարող քո եղած ցավը, քո եղած բարդությունը, քո եղած փորձությունը գցես դիմացինի վրա, ծանրացնես, բերսարկես, օրինակ ես տանել չեմ կարողանում, որ ինձ հետ խոսում են հիվանդությունից։ Հանկարծ ու գալիս են ու սկսում են տրտնջալ, այս մասս այսպես է, այսպես է։ Ես չեմ սիրում լսել դա, որտեղ ես ինքս թույլ չեմ տալիս այդ բանը անել ուրիշի նկատմամբ։ Չեմ սիրում բարդացնել դիմացինի կյանքը։ Այն ինչ որ ունեմ, դա իմն է։ Ում հետ եք խոսում այդ բարդ բաների մասին։ Ամուսնուս։ Մենակ իր հետ կարող եմ խոսել։ Մենակ ես Սամվելի հետ կարող եմ խոսել ամեն թեմաներով։ Իսկ այդ բարբաները ես կարող եմ իմ մեջ պահել, դա իմն է։ Ես կարող եմ գիշերները ինքս ինձ հետ խոսել, զրուցել, գալ եզրակացության։ Ես խոսում եմ իմ պապայի հետ, Աստծու հետ։ Ես պատուհանից դուրս իր հետ խոսում եմ, պարզում եմ հարցեր, կարծես թե լսում եմ։ Կարծես չէ, ես տենց զգում եմ։ Ես այդ ձևով կարող եմ անել, իսկ երբ որ լույսը բացում է, ես պետք է ժպտամ, ես այնքան եղել, որ արթնացել եմ ժպտալով, այդքան բարդություններ ունենալով, ինչու՞ չէ ցավ ունենալով, ինչու՞ չէ, չգիտեմ ինչ, այդպես բաներ, բայց ես վեր եմ կենում, ես ինձ բռնացրել եմ, ինչ ես ժպտում, ժպտալով եմ արթնանում, որովհետև ես ինչպես գիտեք, ինչպես բազմիցս ասել եմ, սիրում եմ մուլտֆիլմեր նայել, իսկ մուլտֆիլմերը ինձ համար ավելի լուրջ են, քան ինչ-որ բարդ եսիմ ինչ ֆիլմեր։ Ես չեմ նայում թրիլերներ, դժվար բաներ, բարդ բաներ, վախենալու բաներ երբեք չեմ նայում, որովհետև ես չեմ սիրում այսօր այս վիճակը, ծանր վիճակը անընդհատ խոսել է ծանր վիճակից։ Չեմ սիրում, չեմ ուզում լսեմ։ Ինձ մեղադրում են երևի։ Ասում են, բա այս բանի մեջ ես ապրում, խի, չեմ ուզում լսել։ Դե մարդիկ տարբեր են, մեկին հանգստացնում է դրա մասին անընդհատ խոսելը, մեկը չի ուզում դրա մասին խոսել, դա շատ նորմալ է։ Այդ ամեն ինչը միասին ես սիրում եմ մարդկանց մի տեսակ ուրախ պահել։ Սիրում եմ լավ բաներ պատմել, լավ բաներ լսել, շրջապատս պետք է ուրախանա։ Շրջապատս պետք է ինձ հետ երեխա դառնա։ Ես ունեմ այդ մանկական բանը մեջս, այսքան լինելով դասիրակչական խիստ կամ բարի կամ չգիտեմ ինչ կին լինելով այս տարիքում իմ մեջ կա մանուկ։ Իսկ այդ մանուկը ինձ սիրում է, ես էլ իրան եմ սիրում։ Ես իրան բաց չեմ թողնում։ Ես ինձ բաց թողեցի, ես էլ չկամ։ Ես իր հետ խոսում եմ, սիրում եմ, փայփայում եմ, երեխեքիս նման։ Ես իր հետ խոսում եմ, ինքը իմ ընկերուհին է։ Դասիրակում եմ, ինքն էլ ինձ է դասիրակում։ Շատ կարևոր բաներ են դրանք։ Դրանից է, որ ես մնում եմ երևի մի քիչ այս տարեկում մանկամիտ։ Մանկամիտ չէ, ինձ թվում է այդ մանկական մաքրությամբ ավելի շատ իմ կարծիքով այդ մաքրությամբ։ Ու դրա համար է ոչ մեկը չգիտի, որ ես կարող եմ հանկարծ գիշերները լացեմ, գիշերները տառապեմ, ու հետո հանգստանամ, հետո ինձ համոզեմ, որ այսպես չի կարելի։ Մի բարդացրում։ Մի հատկության մասին եք ձեր խոսում, ասում եք, որ հաճախ ինչ-որ բաներից խուսափում եք, օրինակ մարդկանց հետ, հա, մտերմանալ, որովհետև խեղճանում եք։ Այդ ինչ է այդ խեղճանալը։ Ես ունեցել եմ շատ մոտ, տարիների ընթացքում, ես ասում եմ, չէ մարդու կյանքը դա փշոտ ճանապարհ է։ Իմ փոքր արձակուրդ էլի ապրում ես այդ արձակուրդը, ու պիտի գնաս, չէ, ուրեմն ապրի այնպես, որ պատով լինի, հավեսով լինի, սիրով լինի, որ սիրով գնաս քո իսկական տունը։ Դրա համար եղել է ժամանակահատվածներ, որ ունեցել եմ շատ մտերիմներ, շատ մտերիմներ, բայց փորձությունը ցույց է տվել, որ չի կարելի այդքան մտերմանալ, որովհետև որ ինչ որ բան այնպես չի լինում, ծանր եմ տանում։
Ես հիմա չեմ մտերմանում շատ, որպեսզի հետո ծանր չտանեմ, բայց դեպի ինչ շատ են ձգվում, դա փաստելու բանակ բոլորը կարող են դա ասել։ Ձգտում են, ես էլ եմ սիրում ունենալ շրջապատ, նորմալ շրջապատ եւ ունեմ, բայց ունեմ սահման, որպեսզի հետո չցավասիրտես։ Մի դրվագ, որ ինձ շատ հետաքրքիր էր, որ ձեր մասին իմացա, ասում եք, որ երբ գնում էիք վիրահատարան, վիրահատվելու, շատ բարդ վիրահատություն էր սպասվում, ու պարզ չէր դրանից հետո ինչ կլինի, ասում եք, որ ես գնում էի Աստծո հույսով եւ որոշումը թողել էի իրեն։ Այսինքն կորոշի ապրում եմ, կապրեմ, կորոշի չեմ ապրում, չեմ ապրի։ Սա կարծես թե շատ պարզ բան է, բայց մենք մարդիկ բոլորս կարճում ենք կյանքից, ասում ենք չէ, այսինքն ինչ որ բաներ ուզում ենք փոխել, նույնիսկ այն բաները, որ հնարավոր չի փոխել, մենք ուզում ենք փոխել։ Դուք նոր եք եկել այդ մտայնությանը, թե միշտ եղել եք այդպիսին։ Ոնց եք այդպես։ Ես իմ պապայից շատ եմ սիրում։ Դա իմ Աստվածն է։ Աստված պապիկն է, շատ եմ սիրում։ Ես միշտ էլ նրա հետ եմ եղել, ու ես միշտ էլ մտածել եմ, որ ինքնային պապան, մամաս այդպես է ինձ ամենայն դեպս 10 տարեկանում ասել ու դա մնացել է իմ մեջ։ Նույնիսկ երեխաներ ունենալու ժամանակ ես իրան եմ դիմել։ Ասում ես թողնել են ինձ բոլորը, բայց ասել եմ ես տղա չեմ ուզում։ Պապ ջան, ինձ աղջիկ տուր։ Ես ուզում եմ քույրիկներ լինեն եւ 3-ի ժամանակ խնդրել եմ ու այդպես է եղել։ Ես իր հետ կապված շատ պատմություններ ունեմ, դա իմն է։ Ես կյանքում կիսվում եմ ճիշտ է մենակ ամուսնուս հետ, բայց շատ հարցերով մենակ պապայիս հետ եմ կիսվում։ Երբ որ ինձ հանկարծ հայտնեց բժիշկը, որ այսպիսի վատ բան, ես չէի պատկերացնում, ես ամբողջ օրը վազքի մեջ, նկարահանումների մեջ, ներկայացումների մեջ ու հանկարծ աղջիկս ինձ ստիպեց ստուգման գնալ, ստուգեցին ու անպայման ասին անհապաղ օպերացիա, քանի դա չի տարածվել։ Երբ որ ինձ տարան վիրահատման, իմ աղջիկները Փեսան, Սամվելը բան այնտեղ էին։ Հետաքրքիր բան կատարվեց ինձ հետ։ Այնպես աշխուժ էի հավաքվում։ Թե իրանց բերած բանն էի հագնում, ուրախ, ասում են, չիկ սա տխուր, քեզ բան։ Եթե սենց բան կա լավ չի, որ գնում եմ, դուք հանգիստ եղեք բան, իսկ երբ որ ինձ տանում էին Փեսասու ամուսինս իմ ընկերուհիները այնտեղ էին պատմեցին, թե ոնց էին լացում, հատկապես որ ես շուռ եկա ու իրանց չնայելով սենց արեցի ու շատ երկար տևեց։ Բայց այդ ժամանակ իրոք դուք այդ թեթևությունը զգում եք, թե ցույց չեք տալիս։ Հիմա ասեմ, չէ, ես թեթև էի զգում իսկապես։ Ճիշտ է ասում եմ, վայ, համել օպերացիա բան, համել ասում եմ, հա, մեկը չեմ զգալու, մեկը քնելու եմ։ Ու չի զգում, որ դա իսկապես ահավոր բարդ բան է, էլի, նույնիսկ 10 ժամ այդպես տևողությամբ։ Հենց տարան ինձ վիրահատման սենյակ, բարկացրին, ասենց շպտացի ու ասի, պապ ջան, քո ձեռը տալիս եմ իրան, իրա ձեռով պետք է անի, քո ձեռով պետք է անես, ինչ որ անում ես։ Այդպես քնել եմ։ Իսկ միայն ձեզ հետ կապված եք այդպես որոշումները թողնում Աստծուն։ Հա։ Օրինակ ձեր ամուսինն էլ պատերազմին մասնակցել է եւ շատ ծանր օրեր եք ունեցել։ Այդտեղ էլ ունեիք այդ հանգստությունը, որ ոնց կլինի։ Հանգստություն չունեի, ես լացելով էի խոսում իր հետ անընդհատ պապայիս հետ, ասում եմ, խնդրում եմ, եթե իրան բան պատահես, դու գիտես, որ ես չեմ մնա։ Դու գիտես, որ ես թույն կխմեմ, նայ տես, ոնց ուզում ես, դες խոսում էի հետ։ Ու ինքը որ զանգում էր, խոսում էր, ջուջան, ամեն ինչ նորմալ է, ես լսում էի դեղցեներ, ռմբակոծություններ, ինչեր։ Ասում լավ, ես հասկանում եմ, հիմա քեզ հետ խոսեցի, ցավը տանեմ, բայց հիմա դու տնես լսափողը հաջորդ պահին ես չգիտեմ ինչ կկատարվի։ Ոչ մի բան չի կատարվի հանգիստ եղի, բայց որ ինքը եկա, ոնց որ այն աշխարհից գար։ Լրիվ միարած, սպրտնած, վատացավ, սիրտը վատացավ, տարանքի վանդանոց, մի խոսքով մի շաբաթ պարկեց։ Տիկին Ջուլիա, մի աղոթք կա, չգիտեմ, դուք գիտեք դրա մասին, թե չէ, հավանաբար լսած կլինեք, որ այսպիսի տեքստ ունի, ասում է, տուր ինձ քաջություն, որպեսզի ես փոխեմ այն, ինչ կարող եմ փոխել, տուր ինձ հանդարտություն, որպեսզի ես ընդունեմ այն, ինչ չեմ կարող փոխել, եւ տուր իմաստություն, որպեսզի ես այդ երկուսը կարողանամ տարբերել իրարից։ Ձեր կյանքին նայելով ես նկատում եմ, որ դուք այդ քաջություն
քաջություն ունեք։ Այն ինչ կարող եք փոխել, դուք այդ քաջությամբ գնում եք եւ փոխում եք, հա։ Վառ օրինակա ձեր Գյումրիից գալ էստեղ համասարան ընդունվելը, Լեհաստանում այդ որ մի պատմություն կար, որ պատմում եք, որ ամուսնուց խռովեցիք, նստեցիք, գնացիք, այո։ Եվ այդպես կյանքում շատ դրվագներ կան, որ այդ քաջությունը ունեք եւ հիմա էլ որ խոսում ենք, նաեւ ունեք այդ հանդարտությունը ընդունելու են ինչ չեք կարող փոխել եւ թողնում եք Աստծուն, ասում եք այն ինչ որ պիտի լինի, թող լինի, ես ոչինչ չեմ կարող փոխել։ Արդեն ունեք այդ իմաստությունը, որ կարողանում եք տարբերել, այսինքն հասկանալ, ես կարող եմ փոխել, այստեղ քաջություն պետք է ունեմ, սա չեմ կարող փոխել։ Այդ քաջությունը, որ ես ունեմ, դա ինձանից անկախ է, այնպես չի, որ ես մտածված եմ այդ քայլերն անում։ Անկախ ինձանից եմ անում, հետո ես զգում եմ, որ դա իմ papai որոշումն է, ոչ թե ես։ Ես երբեք չէի կարող անել, եթե ես որոշեի, որ պիտի վեր գնամ, չգիտեմ, քաղաքից քաղաք, որ անծանոթ երկիր է, ու ինչ որ գործ սկսեմ, ես դա չէի անի, եթե ես դա մտածված անեի, բայց ես դա արել եմ, չգիտեմ ոնց, անկախ ինձանից, ու հասկացել եմ, որ դա ինքն է ինձ համար բացել այդ ճանապարհը, այնպես ինչպես երիտասարդ հասակում եմ արել, այնպես ինչպես այդ հիմա եմ անում, ես ամենակարևոր, ամենադժվար հարցը, որը թվում է անլուծելի է, ես չեմ մտածում ոնց անեմ, որ լուծվի։ Եթե գնում եմ դրան, անում եմ, չեմ թողնում կիսատ, բայց դա մտածված չեմ անում ես, չեմ մտածում, ես այս քայլը անեմ ու հասնեմ, պլանավորված ոչինչ չեմ անում։ Ու ես զգում եմ, որ դա այդ հզորությունը ինքն է տալիս ինձ, այդ քաջությունը ինքն է ինձ մղում, որտեղ չեմ հասկանում ոնց եղավ, բա ոնց եղավ։ Այսօր մեր երկրում ամեն ինչ շատ խառնվել է իրար, եւ քաղաքականություն եւ հասարակական կյանք, հա, բոլորից անընդհատ պահանջում են, որ ինչի չեք խոսում, ու ես օրինակ ինքս շատ անգամ չունեմ այդ պահանջը, որ ինչի այս ինչ մարդը չի խոսում, դեռ ես հասկանում եմ, որ շատերս բանից չենք հասկանում, որ խոսենք։ Բայց այստեղ մի ուրիշ միտք էլ կա միշտ, ու ես չգիտեմ այդ միտքը իմ ճիշտ է թե չէ։ Հանրային մարդը ինքը ամեն դեպքում կարծիք կարող է ձևավորել, կարող է ինչ-որ կարծրատիպեր կոտրել, հա։ Օրինակ դուք էլ այնպիսի մարդ եք, որ ձեզ մարդիկ վստահում են։ Ինչ եք կարծում, նույնիսկ այս պարագայում չարժի խոսել ինչ-որ բաներից, թե լռությունը ավելի կարևոր է այս փուլում։ Այս երկրում ստեղծած իրավիճակով է ստեղծել քաղաքականությունը, թե ով, չգիտեմ, ես չգիտեմ։ Նրանք կարող են իմ տեղը գալ դերերը խաղալ։ Իմ գործը կարող են անել, կարծում եմ ոչ։ Իմ տեղը ինձ չեն կարող փոխարինել իմ կերպարները ինչ որ տեղեր խաղալ։ Ես էլ չեմ կարող իրանց տեղը խաղալ։ Ես ինչ ասեմ, ինձ մեկը զանգել ասում է կներեք էլի մի հարց տամ, խնդրում եմ էլի եթե չեք ուզում գալ գոնե այս հարցից պատասխանեք։ Ինչպես է լուծվելու Արցախի հարցը։ Չէ, դրա մասին չի խոսում։ Ասում տանեմ Արցախը նախ չունես որ լուծես, երկրորդն էլ ես պիտի որոշեմ ինչպես են լուծում Արցախի հարցը։ Եկեք ինձ զանգել։ Ես չեմ սիրում այդ հարցերով զբաղվել։ Չէ, դրա մասին չի խոսքս, հասարակական ինչ որ բան, արժեքների մասին խոսել, օրինակ կան այսօր մարդիկ հանրային, որոնք խոսում են, ասում են, որ օրինակ մեր արժեքներից սա է, հա, սա է, պետքա էս պահել, սա քաղաքականության մասին չի այստեղ խոսքը։ Ու արդյոք ճիշտ են իրանք անում, որ խոսում են ինչ որ արժեքներից, դուք ինչ եք, ոնց եք տեսնում։ Եթե ես իմանամ, որ դրա պատասխանը գալու է, կամ եթե ես իմանամ, որ իմ ասելիքը այդքան արժեք ունի, որ այդ արժեքին ընթաց կտան, անպայման կարելի է խոսել, անպայման, բայց ես կարծում եմ, ով ինչ խոսում է, ինչ պահանջում է կամ ինչ խնդիր դնում է, սկսում են անպատվել, վրա տալ։ Մեր օրինակ դերասաններից եղել են էլի, որ մի երկու բառ են ընդամենը խոսել եւ ցանկություն են հայտնել եւ արժեքավոր է եղել իրանց խոսքը, բայց ինչ ասեցին, անպատվեցին, վերացրեցին, իրան սարքեցին, չգիտեմ ինչ։ Դե ես դա նայելով հետ չեմ սիրում այդ թեմաներով խոսալ։ Այո, չեմ ուզում։ Ես զբաղվում եմ իմ գործով, ես ուզում եմ, որ բոլորը զբաղվեն իրենց գործով։ Դա արդեն ինչ որ օգուտ է։ Հասկացա։ Դա արդեն ինչ որ մարդկությանը օգուտ կտա։ Թե չէ ժողովրդական խոսքով ամբաղ զամբաղ ով ասես մտնում է, ինչ ասես գրում են։ Ես նույնիսկ արդեն սկսել եմ չհետևել, որտեղ դա ընդամենը թեթև սոլիկություն ու հիմարություն եմ համարում, այդ Facebook կոչեցյալը, որտեղ պետք չի, մարդկանց վիրավորում են, մարդկանց սարքում են, չգիտեմ ինչ շպրտում։ Ես չեմ ուզում ոչ մի արժեքից խոսալ, ես ուզում եմ իմ Հայաստանը ծաղկի, իմ ժողովուրդը լավ ապրի, իմ ժողովուրդը ունենա հրաշալի առաջնորդ,
Հավատանք, մեր հավատնել է կորել։ Հավատալ է պետք։ Ես ուզում եմ ժպտան, սեր եմ ուզում լինի ժողովրդի մեջ։ Դա մեծ արժեք չի սիրել Իհարկե արժեք։ Այ սերը չկա մեր ժողովրդի մեջ, ուզում եմ դա շատանա, սիրեն իրար, ներեն իրար։ Թե չէ շատ եմ բաժանվել, շատ թափթփված վիճակ է։ Տիկին Ջուլիա, վերջում ուզում եմ ձեզ կարճ հարցեր տալ ու ուզում եմ, որ կարճ պատասխանեք այդ հարցերին։ Ինչ մի բան կասեիք փոքր Ջուլիային, ինչ մի կարևոր բան իրան կասեիք։ Ինձ նման թո ինքը մեծանա սիրով։ Սիրով մեծանա, սեր տա ու սեր ստանա։ Ինչ մասին եք երազում։ Երազում եմ տեսնել, անկեղծ եմ ասում, դա սովորական խոսքեր չի։ Երազում եմ տեսնել իմ հայրենիքիս մեջ մարդիկ ժպտում են, իրար սիրում են։ Ուզում եմ հայրենիքս լցվի սիրո առատությամբ։ Ինչից եք վախենում։ Ստից, որ ստում են ինձ, դրանից վախենում եմ։ Ինչպես են ձեզ հիշելու։ Ժպտալով։ Ես ուզում եմ ժպտալով հիշել։ Ինչպիսին է միջին վիճակագրական հայը։ Չգիտեմ ոնց պատասխանեմ։ Եթե ձեր կյանքին մնար 5 րոպե, ինչ կանեիք։ Անպայման կգնամ պապայիս մոտ ու կասեմ ես եկա։ Ես չեմ վախենում գնալուց, որտեղ գիտեմ ում մոտ եմ գնում։ Շատ շնորհակալ եմ ձեզ այս ջերմ ու անկեղծ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։